Ինչպես կգնահատեք Հայաստանում քաղաքական իրավիճակը։ 16.5% նշել է լիովին հանգիստ, 24.8% նշել է ավելի շուտ հանգիստ, 26.3% նշել է ավելի շուտ լարված եւ շատ լարված նշել է 26.7%, 5.6%-ն դժվարացել է այս հարցին պատասխանել։ Կարծում եմ, որ նախընտրական շրջանում այս ցուցանիշը սպասելի էր եւ ամեն դեպքում գրեթե 50%-ից ավել կարծում եմ, որ քաղաքական իրավիճակը լարված է։ Տեղյակ թե երբ են տեղի ունենալու 2026 թվականի Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունները, սա շատ հետաքրքիր հարց է, 60.7%-ը մեզ ճիշտ է պատասխանել, ասել է այո 2026 թվականի հունիսի 7-ին։ Սակայն 17.5%-ը ասել է այո եւ սխալ պատասխան է տվել, այսինքն սխալ օր է նշել։ Եվ 21.8%-ը մեզ պատասխանել, որ գիտի երբ է, որ լինելու է խորհրդարանական ընտրություն, սակայն չի մտաբերում, թե որ օրն է լինելու այդ ընտրությունները։ Այստեղ կարծում եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է որոշակի ջանքեր գործադրի, որպեսզի այս ցուցանիշները նվազեն, այս 21.8%-ը, բայց ամեն դեպքում քարոզարշավին զուգընթաց կարծում եմ այս ցուցանիշը կնվազի եւ ավելի շատ մեր քաղաքացիներ կիմանան, թե երբ է տեղի ունենալու կոնկրետ օրը այդ ընտրությունները։ Ինչ եք կարծում 2026 թվականի Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունները կանցնեն արդար, թե կլինեն կեղծիքներով։ 26% նշել է, որ միանշանակ արդար, 22.3% նշել է ավելի շուտ արդար, ավելի շուտ կեղծիքներով կանցնել նշել է 20.2% եւ միանշանակ կեղծիքներով նշել է 21.1%։ Դժվարացել է այս հարցին պատասխանել 10.5%-ը։ Այստեղ ուզում եմ բարձրաձայնել, որ երբ մենք խոսում ենք կեղծիքներով, այստեղ հստակ չի տարանջատվում, թե կեղծիքներ ում կողմից, իշխող ուժի կառավարության կողմից, թե նաեւ մասնակից ընդդիմադիր ուժերի կողմից, բայց ամեն դեպքում, քանի որ արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացման բեռը դրված է, այսպես ասած, իշխող ուժի եւ կառավարության վրա, կարծում եմ սա ավելի շատ պետք է հասցեագրել դեպի իշխող ուժ։ Եթե խորհրդարանական ընտրությունները անցնեն անարդար, պատրաստ եք արդյոք դուրս գալ փողոցային պայքարի արդարություն հաստատելու համար։ Միանշանակ այո նշել է 36.6%-ը, 9.9%-ը նշել է ավելի շուտ այո, այսինքն գրեթե 45%-ը կարծում եմ, որ իրենք պատրաստ կլինեն, եթե լինեն կեղծիքներ, իհարկե ակնհայտ դուրս գալ եւ պաշտպանել իրենց ընտրական իրավունքը։ Ավելի շուտ ոչ նշել է 10.2%-ը եւ 39.1%-ը նշել է միանշանակ ոչ։ 4.3%-ը տատանվում է, դժվարանում է պատասխանել այս հարցին։ Սա շատ հետաքրքիր եւ օգտակար հարց է մասնակից կուսակցությունների դաշինքների համար, որտեղից կցանկանայիք տեղականալ կուսակցությունների եւ դաշինքների նախընտրական ծրագրերի մասին։ Այստեղ եւս մի քանի պատասխանելու հնարավորություն կա, հետեւաբար այս գումարները կարող են լինել 100%-ից ավել։ Եվ այսպես 47.6%-ը նշել է սոցիալական ցանցեր, Facebook, Instagram, TikTok, եւ տեսնում եք, որ սա ամենասպասված ուղին է կոմունիկացվելու պոտենցիալ ընտրողների հետ։ 17.6%-ը նշել է կուսակցությունների եւ դաշինքների կողմից կազմակերպված համայնքային հանդիպումները, 16.6% նշել է առանձին նշել է Facebook-յան ուղիղ եթերներ, սա եւս կարելի է դասել այն առաջի ցուցանիշին, սոցիալական ցանցերի այս տվյալին, բայց մենք քանի որ առանձին նշվել է այս բավականին մեծ տոկոս, մենք սա թողել ենք որպես առանձին ուղի։ 7.4%-ն է միայն նշել բուկլետները, հետեւաբար մենք նաեւ հորդորում ենք, որպեսզի խնայեն ծառերը եւ այս բուկլետների կիրառումը այդքան չարաշահեն։ Եվ 4.4%-ն է միայն նշել, որ ցանկանում են ծանոթանալ կուսակցությունների եւ դաշինքների վեբ կայքերից։ Եվ միայն 1.8%-ը, սա էլ է շատ կարևոր նշել են պաստառներ եւ բիլբորդներ։ Այլ տարբերակներ նշել են 11.9% եւ դժվարացել է այս հարցին պատասխանել 8.9%-ը։